Երկրի վրա քայլող քաջարիուցները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ Մատտինա Մարինե Մանուկյան։ Նիկոլայ Սարգսի Օսիպյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս, ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքում, Սարգիս և Արուսյակ Օսիպյանների 5 երեխաներից 3 տղա 2 աղջիկ երկրորդն էր, շատ համարձակ էր, խելացի, բարի, սովորել է Կիրովաբադի թիվ 13 միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել ուսումնարանում, ծառայել է խորհրդային բանակում, 1988 թվականին Կիրովաբադից տեղափոխվել է Էջմիածին և բնակություն հաստատել Զվարթնոց թաղամասում, մեծ գաղափարների տեր էր ու ազնիվ, նաև օժտված էր մեծ պատասխանատվության զգացումով, շատ լավ տիրապետում էր հայ ժողովրդի դարավոր պատմությանը, Կիրովաբադի ինքնապաշտպանական ջոկատի հետ մասնակցել է 1988 թվականի արցախյան ազատամարտին, այդ ջոկատում նա ուներ իր գլխավոր և կարևոր տեղն ու դերը, շատ անվախ ու համարձակ տանում էր թուրք ղեկավարներին, ռուս գեներալներին հասցեագրված նամակ պահանջները կապված հայերի կյանքի և անվտանգության հետ, շատ էր սիրում գիրք կարդալ, սիրում էր կարդալ Վարդանի, Գարեգին Նժդեհի, Անդրանիկի և հայ այլ հերոսների մասին, շատ էր սիրում հայկական ազգագրական պարերը, իր հոգում առաջին տեղում էր Յարխուշտան, Սերգեյ Երեմյանն իր «Գանձակ 1988-1990 թվականների» գրքի տիտղոսաթերթի վրա գրել էր. «Կոլյան հավերժ մտավ հայկական ազատագրական շարժման պատմության մեջ, Արցախի ազատագրական պայքարի առաջին օրից, 1989 թվականից Էջմիածնի երկրապահ կամավորական ջոկատների կազմում մասնակցել է ռազմական գործողություններին, կռվել պաշտպանական դիրքերում, 1990 թվականին մասնակցել է երասխի մարտերին, 1992 թվականին Գագիկ անունը կրող ջոկատով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի գյուղերի պաշտպանական մարտերին, 1993 թվականից 1994 թվականներին մասնակցել է Քարվաճարի մարտերին, Օմարի, ինչպես նաև Շուշիի ազատագրմանը և մի շարք այլ բնակավայրերի համար մղվող մարտերին, երբ հրադադար է կնքվել, այդ ժամանակ նոր հանգիստ խղճով զորացրվել է, շատ զգայուն էր, նրբանկատ, վայելում էր մեծ պատիվ ու հարգանք, նրան այնքան էին գնահատում, որ շրջապատում միշտ ասում էին մեր Կոլյեն, աշխատել է Կիրովաբադի զորամասերից մեկում որպես ենթակա, 1991 թվականին ամուսնացել է Ռաիսայի հետ, բայց չուներ երեխաներ, ապրիլյան պատերազմի ժամանակ Էջմիածնի երկրապահ կամավորական ջոկատի հետ մեկնել է Արցախ պաշտպանելու պապերից ժառանգած հայրենի հողը, Ջեբրայիլում էր, անվարան գնացել էր սատարելու նորակոչիկներին, աչքի առաջ ունենալով մահը, գիտեր ուր և ինչու է գնում, ցավոք, այդպես էլ եղավ, ամսի 6-ին խլեց նորակոչիկներին ուղղված գնդակներն ու բռնեց Ճամփան հավերժի ճամփորդի, շատերի հետ ու նրանց նման, փառք նրա հիշատակին և խոնարհումս մեր անձնուրաց քաջին, նա արժանացել է մի քանի պատվոգրերի Երկրապահ կամավորների միության կողմից, Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա ՀԿ-ի կողմից և Հայաստանի Հանրապետության արծիվ մահապարտներ միության կողմից, ինչպես նաև արժանացել է մի շարք մեդալների, Ասպետաց ակադեմիայի կողմից նրան շնորհվել է փոխգնդապետի կոչում, նա եղել է գարդման
և ահազանգ ՀԿ-ների խորհրդի անդամ, համագործակցել Ղարաբաղ կոմիտեի Իգոր Մուրադյանի, Լարիսա Ալավերդյանի և Լևոն Մելիք-Շահնազարյանի հետ։ Մեր քաջը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայություն մեդալով։ Խոնարհումս եմ բերում մեր հերոսի քաջության առջև, ապա պատվի առնում, պատիվ ունեմ։